Պաստառը ձեռքին, պայուսակն ուսին, Աշակերտ Աբովյանի երկրորդ դպրոց է շտապում, ինտերակտիվ դասին մասնակցելու։ Մեկ հպումով սմարտ էկրանին հայոց թագավորները, պատմիչներն ու հինքարտեզներ են հայտնվում։ Դասապրոցեսն ավելի հետաքրքիր է դարձել Վիզուալ Հայաստան հիմնադրամի ծրագրի շնորհիվ։ Ծրագիրը կոչվում է Աշխարհացույց։ Աշխարհացույցով սկսել են պատմություն առարկայի ծրագիրը բազմազանեցնել եւ ՏՀՏ գործիքները կիրառելով ավելի գեղեցկացնել, այսպես ասած, դասը դարձնել ավելի մատչելի։ Այժմ կա նաև աշխարհագրություն եւ գրականություն առարկաներից նույն հարթակում հնարավորություններ դաս վարել։ Աշխարհացույց հարթակից օգտվելը հեշտ է, հմտորեն ցույց է տալիս դպրոցի տնօրենը։ Բացում են երեխաները օրինակ քարտեզը կամ թե եթե սա վերաբերում օրինակ Տիգրան Մեծի ժամանակահատվածին, երբ որ մենք տալիս ենք օրինակ Տիգրան Մեծին, հիմա կներբեռնի էկրանի մեջ եւ տալիս ենք ավելին օրինակ, բացվում է Տիգրան Մեծի մասին նյութ, որը աշակերտը կարող է թերթել, ծանոթանալ, ժամանակագրությունը, այսինքն վիզուալիզացնել առարկայական տեսական գիտելիքը։ 500-ից ավել դպրոց, շուրջ 3500 ուսուցիչ է ներգրաված մենթորության ծրագրում։ Աշխարհացույցից օգտվողների արագ աճող թվերը ստիպել են երկրորդ դպրոցի ուսուցչական կազմին հանդես գալ նախաձեռնությամբ։ Առաջարկեցինք ստեղծել համագործակցության նոր հարթակ, ասոցիացիա դպրոցների, որ մենք ավելի սերտ կարողանանք համագործակցել, փոխանակվել ուսուցիչներով, աշակերտներով, գաղափարներով։ Ասոցիացիայում ընդգրկված են գրեթե բոլոր կրթական հաստատությունները, որոնք օգտվում են աշխարհացույցից։ Տնօրենը վստահ է, մանկավարժների միջև քննարկումները, փորձի փոխանակումը հնարավորություն կտան անընդհատ թարմացնել ծրագրի գործիքները, ներառելով ավելի շատ առարկաներ։ Մեր դպրոցում բացեցինք այս գեղեցիկ դասարանը որպես աշխարհացույց հարթակի դասասենյակ, նման մշակույթ բերելով հայաստանյան դպրոցներ եւ համոզված ենք, որ մեր ավելի սերտ համագործակցությունը տարբեր դպրոցների միջև այս հարթակի շնորհիվ ավելի հետաքրքիր եւ ավելի որակյալ կրթություն է բերելու Հայաստանի դպրոցներ։ Նոր սերնդի համար ընդունելի ու հետաքրքիր են ուսուցման ինտերակտիվ ու արդի մեթոդները։ Ուստի կարևոր է, որ նաև մանկավարժները քայլեն ժամանակին համընթաց եւ նման ծրագրերի միջոցով զարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։